Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սիրիացի մարդասպան Հայաստանում ՑՄԱ ազատազրկման դատապարտված վարձկաններն են։ Այս երկուսին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ընթացքում գումարի դիմաց հանձնարարություն է տվել ոչնչացնել Հայաստանում եւ Արցախում քաղաքացիական եւ ռազմական գործողություններին չմասնակցող անձանց ահաբեկել խաղաղ բնակչությանը։ Սիրիացի ահաբեկիչների Թուրքիայով հանձնումը Սիրիային բուռն քննադատությունների առարկա դարձավ հայ հանրության շրջանակում ու համացանցում։ Կառավարությունը արդեն 5 տարի շարունակ ճանաչում է այս ձևաչափը, որը շատ ձեռնտու է Ադրբեջանին, ըստ որի հայ գերիները կամ պատանդները առևտրի համար են նախատեսված։ Նույն ձեռագիրն է նախկինում էլ Ալիևը Բաքվում գտնվող գերեվարված հայերին փոխանցում էր Հայաստանին, փոխարենը ստանում ականապատված տարածքների քարտեզներ։ Այդ առևտուրը շատ վտանգավոր process էր, ինչի մասին այն ժամանակ խոսում էր համ ընդդիմությունը, համ անկախ փորձագետները, ասելով, որ Ադրբեջանը շարունակելու է այսպես վարվել, ինքը վերցնելու է նոր գերիներ եւ այդ գերիներին Հայաստանին փոխանցելու համար ինչ որ նոր բանը պահանջելու։ Գերիները դառնալու են առևտրի առարկա Ադրբեջանի համար։ Ըստ քաղաքագետի չի բացառվում, որ այդ երկուսը Սիրիայում հերոսացվեն, ինչպես քնած մարդուն կացնահարող Սաֆարովի դեպքում եղավ Բաքվում։ Կարող են իրենց օգտագործել, որ ոնց որ Ռամիլ Սաֆարովին հերոսացնել եւ ցույց տալ, որ այսպես են իրենք հաղթել հայերին, կռվել են եւ հիմա տուն են վերադարձել այս երկու իրենց զինվորները։ Կարող են ասել հակառակը, որ այս մարդիկ ընդհանրապես պատերազմի մասնակից չեն, իրենց ուղղակի արևանգել են եւ ստիպել են հայ ցուցմունքները տալ, որոնք իրենք Հայաստանում են տվել։ Քաղաքագետ վերլուծաբանների մի հատված էլ այն կարծիքին է, որ Ալիևի պահանջն է եղել վերադարձնել ահաբեկիչներին։ Դեպի նախընտրականի վրա աշխատելու են, էլի։ Այս ամեն ինչը ի շրջանը սյուր Իրանի շուրջ է պատտվում։ Ահաբեկիչներ, Իրան, գերիների փոխանակում, այդ երկուսին տալը փաթեթավորում են 4-ին բերելով։ Այդ 4-ը ինչ կապ ունեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Շարքային մարդիկ են դերևավորված։ Այսինքն խնդիրը ոչ թե 4-ին բերելն է, խնդիրը 2-ին տալն է։ Այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն։ Մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Հայաստանի իշխանություններն ըստ Փաշինյանի աշխատում են Սիրիայի հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Փաշինյանը հույս ունի, որ իր ձևակերպման բարեկամական որոշումը Սիրիայի նկատմամբ ավելի բարենպաստ միջավայր կստեղծի հայ համայնքի համար։ Մենք որպես հանրություն չգիտենք, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ, վարչապետ Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստի ընթացքում։ Ըստ Փաշինյանի դանդաղ քայլերով է խաղաղության գաղափարը մուտք գործում մեր ենթագիտակցության մեջ, ու այդ քայլերից մեկն էլ նա համարում է տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը։ TRIP նախագիծը ստեղծված է նաև այդ նպատակով։ TRIP անունով ընկերությունը պետք է ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում, նաև մենք պետք է երթուղիները որոշենք, ուղիները որոշենք, կառուցապատման իրավունքների, հողի օգտագործման, շինարարությունների թույլտվությունների։ Ես կարծում եմ, որ մենք այսօրվանից պետք է պատրաստվենք, որովհետև այսինքն կապ չունի այդ տվյալ դիմումը արդեն մուտք ա եղել տվյալ գերատեսչություն, թե չէ, դա հաստատ մուտք լինելու է, այսինքն այլևս այդ հարցում թեականություն չկա, դա լինելու է, թե չի լինելու, հետեւաբար մենք այսօրվանից մեր process-ները նայենք, որպեսզի ամեն ինչ պատշաճ ձևով եւ ժամկետներում իրականացնենք։ Հաղորդակցություններն ապաշրջափակվում են, բայց հայ եւ ադրբեջանցի հանրության ընկալումներն ու կարծիքները միմյանց մասին այդպես էլ փոփոխության չեն ենթարկվում։ Բենզինի ներմուծման օրինակով է վարչապետը ցույց տալիս այս փաստը։ Մեկնաբանություններ կան, որ Ադրբեջանը դիզվառելիքը եւ բենզին ուղարկում է Հայաստան, որ այստեղ տանկերը եւ մնացած զինտեխնիկան լիցքավորեն եւ հարցակվեն Ադրբեջանի վրա, բայց մենք պետք է արձանագրենք, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի դեպքում դա արդեն խոսույթ է, որը այսօրվա իրողությունների հետ չի համադրվում։ Հեղուկ գազի գնի թանկացման հարցը հասավ նաև կառավարություն։ Այժմ եւ Վերին Լարսով եւ Իրանի սահմանով Հայաստան եկող հեղուկ գազի հետ կապված բարդություններ կան։ Մի դեպքում ճանապարհը փակ է ձյան, մյուս դեպքում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Այս տարվա դեկտեմբերին այս հարցը էլ չի լինի։ Այս պայմաններով պայմանավորված բոլոր գործարարներին մեր առաջարկը հետեւյալն է եղել, որ ժամանակն է արդեն օգտվել երկաթուղային հաղորդակցությունից եւ կարծում ենք, որ
Առաջիկայում այդ հարցը մեկ ընդմիշտ կարողանանք լուծել, որովհետև երկաթուղային հաղորդակցությունը այդպիսի խնդիրների առաջ չի կանգնում, ինչպիսին օրինակ Վերին Լարսը։ Քաղաքակիրթ ճանապարհով ես կարծում եմ մոտ ժամանակներում շուկան կադապտացվի այսօրվա իրականությանը եւ ներմուծումները իրականացվեն շատ ավելի սիստեմատիկ ու ճիշտ տրանսպորտային ուղով։ Կառավարությունը հաստատեց նաև 2026-2030 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը եւ կանխարգելիչ պատվաստումների վկայական ստանալու կարգը։ Ծրագրի հիմնական նպատակներն են պահպանել 0-ից 1 տարեկան երեխաների պատվաստումների բարձր ցուցանիշները եւ ապահովել վարակիչ ու վտանգավոր հիվանդությունների զրոյական դեպքերը։ Փաշինյանը արձանագրեց, պետությունը հստակ տեղեկացված է այն ծնողների մասին, որոնք հրաժարվում են իրենց երեխաներին պատվաստելուց։ Հյուսիսային պողոտա Ֆիրդուսի, ինչն է միավորում այս թաղամասերին։ Երևանի կենտրոնի այս հատվածները ժամանակին կառուցապատվել են, կառուցապատվում են կամ կառուցապատվելու են։ Բացի այդ, այս տարածքները ճանաչվել են գերակա հանրային շահ։ Այս պրոցեսն էլ զուգորդվել է դատական հայցերով, իրավական երկար պրոցեսներով։ Ինչու որևէ մեղմ ասած մարդիկ համամիտ չէին փոխհատուցվող գումարների չափի հետ, փոխհատուցման պայմանների հետ եւ այլն։ Գործադիրը որոշել է փոփոխություններ իրականացնել հանրային գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում։ Մասնավորապես պայմաններ են ստեղծվելու, որպեսզի սեփականատերը, ում գույքը պետք է օտարվի հանուն գերակա հանրային շահի, կարողանա մասնակցել գնահատման պրոցեսին։ Փոխհատուցման չափի գնահատման շուկայական արժեքի գնահատման մեթոդաբանությունը լավարկվելու է եւ համապատասխանեցվելու է միջազգային ստանդարտներին, այսինքն մենք ակնկալում ենք, որ քաղաքացիներն ավելի գոհ պետք է լինեն այդ գնահատման արդյունքից։ Նախատեսվում է մասնակցության հնարավորություն քաղաքացու համար այդ գույքի գնահատման գործընթացին։ Օտարվելիք գույքի շուկայական արժեքի որոշումից հետո ըստ գործող օրենքի ձեռք բերողը դա կարող է լինել պետությունը կամ մասնավոր կազմակերպություն, պետք է վճարի շուկայական արժեքից 15% ավելի գումար։ Նոր փոփոխություններով այս պայմանը եւս լավարկվելու է։ Գույքերի սեփականատերերի համար նախատեսվում է ձեռքբերողի կողմից առաջարկվող փոխհատուցման չափին համաձայնելու համար խրախուսական գործիքակազմ, սահմանելով գործող կարգավորման համեմատությամբ եւս 15% ավելի բարձր չափով փոխհատուցում ստանալու հնարավորություն, փաստացի շուկայական արժեքից 30% ավել։ Այսքանով հանդերձ կա մի կետ, որը փորձագետների մոտ անհանգստություն է առաջացնում։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքի սեփականատերը համաձայն չլինելով գույքի գնահատման հետ դիմում է դատարան եւ նախագիծը կանգ է առնում։ Երբ հանրության գերակա շահ ճանաչված նախագծի իրականացում փակուղի է մտնում, սա եւս խնդիր է, որովհետեւ գնահատման արդյունքները բողոքարկվում են քաղաքացիների կողմից եւ սեփականության իրավունքի ծագման պահը ներկայում օրենսդիրը կապում է դատական ակտի ուժի մեջ մտնելու հետ։ Հաշվի առնելով գնահատող կազմակերպությունների նկատմամբ անվստահությունը, հավանականությունը մեծ է, որ ապագա նախագծերում եւս մարդիկ հակված են լինելու վիճարկել նրանց սահմանած փոխհատուցման չափը դատարաններում։ Ֆիրդուսի բնակիչները դիմեցին դատարան եւ շահեցին գնահատող կազմակերպության կատարած ոչ պատշաճ եւ ոչ իրականության համապատասխան գնահատում։ Օրենսդրորեն դեռ հավուր պատշաճի սահմանված չէ, թե ինչ է հանրային գերակա շահը, օրինակ հյուրանոցը կամ ժամանցի ինչ գերակա շահ են ներառում հանրության համար։ Կառուցապատողը թողարկում իրենց կպայմանավորը միշտին փոխ կտա, դեպքում բնակարան կտա, այդ արդեն ես իր հետ կգտնենք համաձայնություն։ Նոր փոփոխություններով կառավարության կողմից այս կամ այն տարածքը հանրային գերակա շահի ապահովման համար օտարման ենթարկա տարածքը ճանաչելուց առաջ այդ նախագիծը նախ պետք է դրվի հանրային քննարկման։ Հույս կա, որ այս կետի շնորհիվ գուցե կանխվի կոմերցիոն շահը հանրային շահի անվան տակ առաջադրելու պրակտիկան։ Միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների իրավունքները խախտվում են։ ՄԻՊ-ին այս հարցով հասցեագրվել են բազմաթիվ դիմում-բողոքներ, իսկ իրականացված մշտադիտարկումները ցույց են տվել, որ երեխաները բախվում են կրթական, հոգեբանական ու սոցիալական լուրջ խնդիրների։ Խոսքը կրթական նոր կարգավորման մասին է, ըստ որի երեխային դպրոց ընդունելիս նա ընդգրկվում է իր տարիքին համապատասխան դասարանում, անկախ այն բանից նախորդ դասարաններում սովորել է թե ոչ։ Ավելի պարզ ասած, եթե երեխան առաջին անգամ դպրոց է գնում 7 տարեկանում, նա անմիջապես ընդգրկվում է երկրորդ դասարան։
Արձանագրվել է, որ այս երեխաների մոտ առկա են նաև առաջին եւ երկրորդ դասարանի կրթական նյութը զուգահեռ յուրացնելու հետ կապված խնդիրներ, այսինքն երեխաները որոշակի չափով ծանրաբեռնվում են, հաճախում են երկարօրյա խմբակներ, լրացուցիչ պարապմունքների միջոցով են փորձում լրացնել նյութը, ինչը նաև նրանց զրկում է իրենց հանգստի եւ ժամանցի եւ տարիքին համապատասխան խաղի մասնակցելու լիարժեք հնարավորությունից։ ՄԻՊ ԿԳՄՍ նախարարությանը առաջարկել է վերանայել գործող մոտեցումները, կատարելագործել օրենսդրական դաշտը եւ ապահովել անհատական երեխայակենտրոն կրթական միջավայր։ Կրթական գերատեսչությունը այս մոտեցումը հիմնավորում է կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրով, քանի որ շատ ծնողներ հրաժարվում են իրենց երեխային դպրոց ստանել, կարծելով, թե նա դեռ պատրաստ չէ ուսումնական գործընթացին։ Արդյունքում նախարարությունը որպես լուծում ներդրել է այս մեխանիզմը։ Մենք փորձեցինք առաջարկի վերաբերյալ պարզաբանում ստանալ ԿԳՄՍ-ից։ Պատասխանեցին, թե կպարզաբանեն առաջիկայում։ Մեր հիմնական առաջարկը եւ խնդրանքը մարդու իրավունքների պաշտպան գրասենյակին եղել է այն, որ եթե իրականացում են ուսումնասիրություններ, փորձեն մեզ տրամադրել այնպիսի օբյեկտիվ խնդիրների ցանց, որոնք մենք հաշվի առնելով կարող ենք առանձնացնել երեխաների խմբեր, որոնց տեսքին եւս կարող են այդ բացառությունները դիտարկվել։ Ցավոք սրտի մենք նման այսպես վերլուծություն կամ նման առաջարկ չենք ստացել։ Մեր վերանայումները, հետագա որոշումները կախված են լինելու երեխաների ցուցաբերած արդյունքներից։ Ոլորտի փորձագետները սակայն բազմիցս զգուշացնում են երևույթի բացասական կողմերի ու սպասվող հետևանքների մասին։ Միաժամանակ նկատում ուսուցչի օգնականի ինստիտուտը չի կայացել այնքան, որ կարողանա երեխային օգնել միանգամից 2 դասարանի ծրագիր յուրացնել։ Սա մոտավորապես նույն բանն է, որ նախարարությունը առաջարկում է եկեք շենքի երկրորդ հարկը սկսենք կառուցել, զուգահեռաբար կառուցենք նաև առաջին հարկը։ Դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Մանկավարժական տեսանկյունից անհնարին տարբերակ է։ Անհնար է, որ երեխան գա դպրոց եւ միանգամից 2-3 տարվա ծրագիր զուգահեռ յուրացնի։ Անկամ եթե դուք իրեն կցեք 10 ուսուցչի օգնական, ինքը չի կարող եւ առաջին դասարանի ծրագիրը հասցնել եւ երկրորդ, որpիսի ինքը երկրորդ դասարանի ծրագիրը հասկանա, ինքը պետք է առաջի դասարանի ծրագիրը ավարտի։ Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը անկասկած համակարգային լուծումներ է պահանջում, սակայն այդ լուծումները չեն կարող իրականացվել երեխաների հոգեբանության ու առողջության հաշվին։ Մասնագետները պնդում են, կրթական բացերը չեն կարող լրացվել արագացված ու պարտադրողական մեխանիզմներով։ 200 ուսուցիչ 2 անգամ չի հաղթահարել կամավոր ատեստավորումը։ Գործող իրավակարգավորման համաձայն նրանք պետք է ազատվեն աշխատանքից։ Ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու նպատակով, սակայն, կրթական գերատեսչությունը այս խմբի մանկավարժների համար եւս 1 ատեստավորում կկազմակերպի։ Կրթության փորձագետի գնահատմամբ ստեղծված իրավիճակը ինքնին վկայում է, որ կամավոր ատեստավորումը ըստ էության ձևական է։ Ատեստավորման գործընթացը շինծու ձևական գործընթաց։ Ուղղակի անելու համար այնքան որ բոլորը գան եւ հաղթահարեն։ Մինչեւ հիմա տեսեք 4 տարուց ավել անցել է եւ որևէ սկզբունք ըստ էության այն ինչ որ սկզբից դրված էր չի պահպանվել։ Եվ հասկանալով որ այդ գործընթացը շատ ուսուցիչների ուղղակի կարող է դուրս ցողել կրթական համակարգից, այնպես են անում որ գոնե այդ ուսուցիչները մնան կրթական համակարգում։ Այդ դեպքում ինչի համար պետք է մտածել այդ ամբողջը հիմա էլ հետ ողորմի անել։ Այս տարի եւս ուսուցիչները դժգոհ էին կամավոր ատեստավորումից ու անարդար գնահատումից։ Հարցերը բարդ էին, անդրամաբանական ու ծուղակային, ասում են։ Ամենից շատ դժգոհությունները ռուսերենի, հասարակագիտության եւ քիմիայի շուրջ էին։ Պնդում են, գիտելիք պահանջող ոչ մի հարց թեստերում չի եղել։ Մեզ այդ զրույցում քիմիայի մի ուսուցիչ էլ նկատեց, ցախողումների հիմնական պատճառը ուսուցիչների գիտելիքի պակասը չէ։ Խնդիրները կապված են թե թեստերի բովանդակության, թե տեխնիկական խափանումների հետ։ Եթե այդ խնդիրները չվերացվեն, քանի անգամ ուզում է հնարավորություն տան։ Հնարավոր է, որ տվյալ ուսուցիչը նորից չկարողանա հաղթահարել բազմաթիվ քննական կենտրոններում տարատեսակ հարցեր են եղել, տարատեսակ խոչընդոտներ եւ թերություններ են եղել, որոնք խանգարել են համակարգիչը մի քանի անգամ անջատվել է ծրագրից, քին համակարգչով են մարդկանց առաջարկել քննություն հանձնել։ Եթե այդուհանդերձ ուսուցիչները երրորդ ատեստավորման նվազագույն շեմն էլ չհաղթահարեն, կկորցնեն աշխատանքը։ Կրթության ոլորտի փորձագետները նկատում են այս մոտեցումը միանգամայն հակասում է կամավոր ատեստավորման տրամաբանությանը։ Լավ կլիներ, որ վերանայվեր ուսուցչին աշխատանքից ազատելու մեխանիզմը, այն փոխարինելով զարգացման ուղղված աջակցող գործիքներով։ Կրթության համակարգը կայունություն է սիրում։ Այդ անընդհատ ցնցումները որևէ լավ բանի երբեք չեն բերում։ Բոլոր այն ուսուցիչները, որոնք հիմա աշխատում են կրթության համակարգում, որպես
առաջին քայլ առնվազն նրանց պետք չէ բաց թողնել կրթության համակարգից, որովհետև այն սերունդը, որը հիմա գալիս է, ընդունվում է մանկավարժական մասնագիտություններով տարբեր վարչագույնուսումնական հաստատություններ, նրանք 10 անգամ ավելի քիչ են այն ուսուցիչներից, որոնք հիմա աշխատում են կրթության համակարգում։ Փորձագետների խոսքով ավելի արդյունավետ կլիներ սահմանել անհատական զարգացման ծրագրեր եւ կրկնակի փորձի հնարավորություն նախքան կտրուկ վարչական քայլերի դիմելը։ Հակառակ դեպքում կամավոր ատեստավորումը վերածվում է պարտադրանքի, ինչը ոչ միայն չի խթանում ուսուցչի մասնագիտական աճը, այլև խորացնում է ոլորտում առկա կադրային խնդիրները։